Ողջույն, Մերձավոր Արևելքը կրակի մեջ է։ Վերջին օրերին Իրանն ու Իսրայելը փոխադարձաբար հարվածներ են հասցնում, թիրախավորելով ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական օբյեկտներ, երկուստեք գրանցվել են զոհեր։ Իրավիճակը փորձում ենք վերլուծել իմ գործընկեր Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Ողջույն Գեորգի։ Ողջույն Ստելա։ Նախնական մի ընդհանուր գնահատական տանք այս վերջին օրերի ռազմական գործողություններին, ինչ բնույթի պատերազմ է ընթանում։ Շնորհակալություն, Ստելա իսկապես կարևոր հարց է, որովհետև շատ ասելիք կա, իրականում շատ ինտենսիվ ռազմական գործողություններ են ընթանում, շատ գերինտենսիվ ես կասեի, որովհետև ամենօրյա ռեժիմով, մանավանդ երեկոյան ժամերին եւ այլն կողմերը միմյանց դեմ ակտիվ պայքար են մղում։ Ես նաեւ կասեի, որ այս պատերազմը շատ հյուզիչ պատերազմ է։ Երկուսի համար։ Ես կասեի ավելի շատ Իրանի համար, որովհետև հասկանալի է, որ այս պատերազմում Իսրայելի հնարավորությունները ավելի շատ են, քան Իրանինը, եւ այստեղ ի վերջո Իսրայելն է հարձակվող կողմը եւ ավելի փորձել է համակողմանիորեն զինված լինել եւ հաշվի առնելով Իրանի կորուստները, հա, Իրանը փորձում է պատշաճ կերպով արժանավորին, այսինքն դիմադրել Իսրայելին եւ նաեւ պատասխան գործողություններով վնաս հասցնել Իսրայելին, սակայն շատ տեղեկություններ չեն կարող նշել այն իմաստով, որ քարոզությունը բավականաչափ շատ է թե երկու կողմից էլ, բայց այն ինչ որ հայտնի է կամ ինչ կարող ենք ասել, ապա երկու կողմն էլ փորձում է հարվածնել, հասցնել շատ կարևոր ենթակառուցվածքներին, մանավանդ Իսրայելը երբ որ հարձակվեց, խոցեց թե միջուկային օբյեկտները, թե հերթիռային օբյեկտները, այլ էներգետիկ ենթակառուցվածքներ, ռազմական եւ քաղաքացիական օդանավակայաններ, երեք էլ հարվածեց անգամ Իրանի արտգործնախարարության շենքին, Իրանն էլ է փորձում իր հերթին ռազմավարական կետերին հասցնել հարվածներ։ Կան այդպիսի խոցված կետեր արդեն, ոչ միայն որ պաշտպանության նախարարությունը գից շատ կարևոր ռազմավարական օբյեկտներին է փորձել, Բեն-Գուրիոն օդանավակայանին եւ այլ էներգետիկ ենթակառուցվածքներին, մասնապես Թել Ավիվով եւ Հայֆայում, բայց իսրայելական կողմը որպես այդպեսին միշտ փորձում է չտալ, թե Իրանը հարվածում է քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ շատ քիչ տեղեկություններ, թե կոնկրետ որ ռազմավարական օբյեկտներին, դա եմ ասում, որ երկուստեք կա քարոզչական բան։ Բայց եթե մի կողմ դնենք քարոզչությունը, գոնե այն տվյալներից, որոնք հասանելի են, կարող ենք ասել, որ այդուհանդերձ Իսրայելն իսկապես ավելի թիրախային է գործում եւ առհասարակ Իրանի առավելությունը որն է, ունի առավելություն ռազմական տեսանկյունից։ Այո, Իրանն էլ ունի, բայց սկսենք Իսրայելից երևի թե, այո, որովհետեւ շատ համակարգված է գործում Իսրայելը եւ կարելի ասել, որ մեծ հաշվով օդային գերակայություն ունի, այսինքն այս պատերազմական գործողությունը ցույց տվեցին, որ Իսրայելի ըստիս ակնհայտ ուժեղ կողմը դա օդային գերակայությունն է կործանիչների տեսքով, իսկ Իրանը չունի այդպիսի հնարավորություն, ինչ Իսրայելը ունի ավելի շատ հակաօդային պաշտպանություն, չնայած դա էլ է խոցելի վիճակում հենց առաջին իսկ օրերից, սակայն բավական ակտիվ է հրթիռների տեսքով, այսինքն ունի հրթիռային բավական լուրջ արսենալ, որը կարողանում է շատ, այսինքն արժանի, այսինքն պատասխան ապահովել իրանական կողմից։ Եվ ունի քանակ ըստ երևույթին։ Քանակ եւ դա է պայմանավորված, որ այս ինտենսիվ գործողությունների հետևանքով փաստորեն Իրանը փորձում է պատասխանել հենց այս քանակի եւ նաեւ որակի շնորհիվ, իսկ ինչպես նշեցի Իսրայելի իր օգտին է խաղում հենց օդային գերակայությունը, ակնհայտորեն հետախուզությունը, որովհետեւ երեք իրանական նույն տեղեկություններով տարածում էին, որ մեկը մյուսի հետևից իսկն օբյեկտներ էին հայտնաբերվում, որտեղ Մոսադին գից, այսինքն մարդիկ ինչ որ դրոներ եւ ինքնասարք ապարատներ էին սարքում։ Դե հունիսի 13-ի օպերացիան ինքնին հետախուզության նվաճում էր։ Այսինքն երկուստեք այսինքն նման իրավիճակի։ Հիմա գանք Իրանին, տեղեկություն տարածվեց, որ մինչև 20 բարձրաստիճան ռազմական պաշտոնյա է սպանվել գեներալ հրամանատար, այդ թիվը մենք կարծես չենք հաստատում, բայց առնվազն 12 առնվազն 12 ակնհայտ է, որ բարձրագույն ռազմական ղեկավարությունը գլխատված է։ Սա արդյոք իսկապես անդառնալի կորուստ է, այս բաց թափուր պաշտոնները համալրելու ռեսուրս այս պահին Իրանը ունի թե չունի, եւ բարոյահոգեբանական տեսանկյունից սա մեծ հարված էր, թե
Իրանն այն երկիրն է, որը կարող է դիմադրել եւ կարող է կանգուն մնալ։ Տեսեք, վերջից կսկսեմ, կարծում եմ, որ այս կորուստներն առաջին հերթին բարոյահոգեբանական մեծ ազդեցություն ունեն Իրանի համար նշանակություն, ինչու եմ ասում, որովհետև այն թոփ գեներալները, որոնք որ զոհվեցին այսինքն իսրայելական գործողությունների հետևանքով, նրանք իսկապես բարձրաստիճան ղեկավարներ էին, ամենաբարձր զինվորականներ, եւ նրանք երկար տարիներ փոխգործակցում են միմյանց հետ, երկար տարիներ այդ պաշտոններն էին զբաղեցնում եւ ինչպես ասում են, այդ ռազմավարությունը ուղնուցուցով տիրապետում էին։ Այս իմաստով այո, սա նաեւ համարվում էին Իրանի հոգեվոր առաջնորդի նվիրյալները, իր զինակիցները եւ վստահելի մարդիկ։ Այս իմաստով կարծում եմ, որ բարոյահոգեբանական տեսակետից շատ մեծ հարված է, ինչու՞ չէ նաև մարտունակության առումով, այսինքն սա ծանր հարված էր նաև Իրանի զինված ուժերին անխոս, սակայն Իրանը բնականաբար ի տարբերություն, եթե համեմատենք Հեզբոլլահի, Համասի կամ այլ կառույցների, բնականաբար անհամեմատելի են սրանով, որ ինքը լուրջ պետություն է, ունի շատ խորքային բազա, ենթակառուցվածքներ եւ շատ խորքային պետություն է, հետեւաբար ասել թե անդառնալի է, չէ, բայց լուրջ կորուստ է։ Համենայն դեպս այդ մարդկանց փոխարինեցին նույնպես շատ փորձառու գեներալներ, օրինակի համար նույն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարին փոխարինելու եկավ նույն կորպուսի ցամաքային ուժերի հրամանատարը, այսպիսի փոխատեղումների մասին է խոսքը։ Իհարկե զինված ուժերի շտաբի պետի պաշտոնը այդ տեղում փոխարինեց Աբդոլ Ռեզա Մուսավին, որը իրականում հեղափոխության պահապանների կորպուսից չէր, բայց ղեկավարում էր իրանական բանակը, սա նույնպես շատ կարևոր է եւ դա նույնպես շատ կարևոր պաշտոն է, որտեղ այդ պաշտոնում զինված ուժերի շտաբի պետը ուղիղ ենթարկվում է հենց հոգեվոր կամ հեղափոխության առաջնորդին։ Եվ հեղափոխության առաջնորդին հասանք 3 տեղեկություն տարածվեց, Reuters-ը տարածեց հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, որ Իսրայելը ծրագրում էր ընդհուպ մինչև խոցել, սպանել նաեւ հեղափոխության առաջնորդ Խամենեին, բայց այդ որոշման վրա վետո է դրել, կիրառել ԱՄՆ նախագահ Թրամփը կարծես չի թողել, որ Իսրայելը այդքան հեռու գնա։ Իսկապես Իսրայելը պատրաստ էր ընդհուպ մինչև դրան գնալ, ինչ ես կարծում։ Հաշվի առնելով թե Իսրայելը ինչպես է գործում, չի բացառվում, իսկապես չի բացառվում, բայց նման սցենարը հղի կլիներ շատ անկանխատեսելի իսկապես հետևանքներով։ Ես չեմ բացառում, որ այդ ժամանակ նաև ինչ որտեղ Միացյալ Նահանգները գուցե ստիպված լինեին ներքաշվելու պատերազմի մեջ, որտեղ սա քաղաքական շատ լուրջ ֆիգուրի սպանություն կդիտվեր, իսկ նման դեպքում օրինակ այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները հստակ ցույց է տալիս, որ չի պատրաստվում ներքաշվել պատերազմին։ Իդեպ հենց Իսրայելի նպատակներից մեկն էլ ամենքերպ Միացյալ Նահանգներին ներքաշել այդ պատերազմի մեջ։ Հետևաբար սա էլ է ցուցիչ, որ Միացյալ Նահանգները, եթե այդպես է, ապա կանաչ լույս չվառեց սրան, բայց տեղյակ է եւ չի թաքցնում։ Գուցե, այո, իհարկե։ Ընդհանրապես այս հարձակումը կարծում եմ, որ ավելորդ է նշել, որ համակարգված է գործում, ուղղակի Միացյալ Նահանգները պաշտոնապես հենց այդ դերում չի հայտնվում եւ չի ներքաշվում։ Այսինքն Միացյալ Նահանգների նպատակն էլ է ուրիշ, քան Իսրայելինը, հա, այդ գոյաբանական այդ խնդիրը իր տեսանկյունից չունի եւ նա փորձում է փաստորեն Իրանի միջուկային գործարքի հարցը, Իրանի միջուկային հարցը լուծել Իսրայելի միջոցով ինչ որտեղ, բայց Իսրայելի նպատակը իսկ Իսրայելի նպատակը փորձենք հասկանալ ի սկզբանե եւ սկսում էր այս ամենը եւ այսօր արդյոք զուտ միջուկային ծրագիրը շարքից հանելն է, թե ավելի հեռուն է գնում իշխանափոխությանը ձգտում։ Լավ հարց է, որտեղ հիմնական մի քանի նպատակներ կնշեմ, նվազագույն կամ առավելագույն, նախ ասեմ, որ պատահական չէ, որ այս հարձակումը եղավ ժամանակահատվածը այն ժամանակ, երբ որ Կիրակի օրը 3 պետք է լինեին Ամերիկայի եւ Իրանի միջեւ 6-րդ բանակցությունները, եւ այստեղ պետք է իրանական կողմը փոխանցեր, թե ինչի շուրջ ինքը համաձայն չի միջուկային ծրագրի հետ կապված, այսինքն սա մեկ նա ուներ որոշակի վախեր, որ Իրանը ու Միացյալ Նահանգները կարող են ինչ որտեղ գործարկի, չնայած չեմ հավատում, թե փոխ համակարգված էին հաստատ գործում, բայց այնուամենայնիվ հիմնական նպատակը դա Իրանի միջուկային ծրագրի ապամոնտաժումն է կամ չեզոքացումն է, ինչ է դա նշանակում, շատերը նշում են, որ այն է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, այո, բայց Իրանն էլ է դա հայտարարում, որ նա պատրաստ է միջուկային զենք չունենա, բայց հարցը այն է, որ Իրանն ասում է, ես պետք է ունենամ միջուկային օբյեկտներ եւ ուրանը հարստացնեմ սահմանված չափով, իսկ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը անգամ համաձայն չեն նման պնդումներին եւ նշում է, որ
դու պետք է ապամոնտաժես եւ միջուկային օբյեկտներ, անգամ այսինքն քաղաքացիական նկատառումներով չպետք է գործունեություն ծավալես։ Այսինքն սա հիմնական նպատակն էր Իսրայելի։ Երկրորդ նպատակներից մեկը, ինչպես նշեցի, որ ներքաշել Միացյալ Նահանգներին, բայց դեռևս երկկողմ փուլում այս ռազմական գործողությունները, իսկ պլան մաքսիմումը, որը ի դեպ չեն թաքցնում Իսրայելում, բայց միջև իրենց հայտարարություններ պարզ էր, որ հերոն է տանում, այն է, որ Իրանում վարչակազմի փոփոխության են։ Fox News-ի հետ զրույցում Նեթանյահուն այդպես էլ ասել, այսօր Իրանի բնակչության 80%-ը ցանկանում է տապալել ներկայիս իշխանությունը, այսինքն սա չի բացառում, եթե ստացվի, շատ ավելի լավ։ Իրենց համար շատ ավելի լավ, այո, սա նաև քարոզչական հնարք է, ի դեպ ասա, որ նախկին հարձակումների ժամանակ էլ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վարչապետը սա նոր երևույթ չէ, որ ուղերձներով է հանդես գալիս Իրանի հանրությանը, սա էլի է եղել, բայց հենց այս հարձակումը նախորդ 2-3 հարձակումներից, որ արդեն ուղիղ հարձակվեց Իրանի վրա, դեպ 2024-ին ծայր առավ հենց ուղիղ հարձակումը, սա նաև նշանակում է, որ Իսրայելը այս անգամ նաև որպես հեռուն գնացող նպատակ այս նպատակն է դրել եւ ըստ Թել Ավիվի կարծում եմ, որ եթե այս նպատակին իրենք իրագործեն, ապա միջուկային ծրագիրն էլ ինքնըստինքյան կլուծվի ըստ Իսրայելի, բայց մեկ այլ հարց էլ կա, որ կուզեի նշեցնել։ Միջուկային ծրագիրը ըստ էության ինչ կարող ենք ասել, հետ է մղվել, կասեցվել է, ինչ ապագա է սպասվում առհասարակ։ Եթե պատերազմը իհարկե այսօր կանգնի։ Ըստ իս շատ բան կախված է լինելու ուժերի հարաբերակցությունից, այսինքն ըստ Միացյալ Նահանգների նա փորձում է այս պատերազմի միջոցով նայել ստիպել Իրանին ընդունելու այդ միջուկային ծրագիրը ամերիկյան պայմաններով, այսինքն որը որ չէր հաջողվում հասնել մինչև նախապատերազմական իրավիճակը։ Ներկայում այսօրվա դրությամբ դեռևս Թեհրանը շարունակում է պնդել, որ նա չի պատրաստվում հրաժարվել միջուկային օբյեկտներից։ Այո, միջուկային զենք չենք ստեղծելու, դա հաստատում ենք, չնայած այստեղ էլ շատ հետաքրքիր զարգացում կա, եթե հիշես կամ ժամանակների խոսենք, բայց միջուկային օբյեկտների արկայությունը կամ ուրանի հարստացումը, այսինքն Իրանի կարմիր կիսն է։ Այսինքն այսօրվա դրությամբ դեռևս Իրանը նման դիրքորոշում է արտահայտում, ինչը իր հերթին կարծում եմ վկայում է, որ մարտի դաշտում այնքան էլ Իսրայելը միակողմանի հաջողություններ չի տանում, այսինքն կա դեռ այդ ներուժը դիմադրելու կամ հարձակվելու։ Ինչ վիճակում է այդ ներուժը հարվածներից հետո, չէ՞ որ խոցվել են նաև հենց առաջին օրը Նաթանզուի կայանն է խոցվել, նաև ֆիզիկոսներ են սպանվել։ Իսկապես ելնելով լուրերից, թե անձնակազմի հետ կապված, այսինքն բարձրաստիճան զինվորականների, թե ենթակառուցվածքների հետ կապված, բավականին իրավիճակը մեղմացած դրական չէ, որովհետև շատ կան ավերածություններ նավթահորերի ուղղությամբ, կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ, որը որ ինքը առավել եւս սանկցիաների տակ գտնվող բաժամիջոցների տակ գտնվող Իրանի համար բավական շատ խնդրահարույց է լինելու, անգամ եթե վաղը կանգնեցվի պատերազմը, հետեւաբար սա երկար ժամանակ է տևելու, սա նաև հետաքրքիր է լինելու թե հասարակությունը, իշխանություն, հասարակությունը ինչպես են հաղթահարելու այս հարցերը, արդյոք խնդիրները առաջանալու են թե չէ, բայց այստեղ մեկ բան էլ ուզում հենց ասել, եկանք դրան, որ դու շատ լավ հարցեցի, թե որն է իսկապես հիմնական նպատակը, այո, միջուկային ծրագիրն է, բայց հաշվի առնելով թե Իսրայելը ինչպես է գործում, որ միջուկային օբյեկտներից հետո ինչ թիրախներ է խոցում, նավթագազային, ավտոճանապարհներ, օդանավակայաններ եւ այլն, եւ նաեւ ներսից Սա հստակ ցույց է տալիս Իսրայելի նաև հեռուն գնացող նպատակները, առայն որ նա փորձում է ուղղակի չեզոքացնել Իրանի ռազմական ներուժը, թե հարձակվողական, թե պաշտպանական, այսինքն նա փորձում է, այսպես ասած, Իրանը ներսից քանդել ըստ իր ծրագրի, որովհետև այս քայլերը միայն միտված չեն միջուկային ծրագրի դեմ։ Հասկանալի է, որպես իրանագետի պետք է այս հարցը քեզ տամ, ըստ քեզ Իրանն այլևս նախկինը չի լինելու, եթե անգամ բանակցությունները շարունակվեն, պատերազմը դադարի, հանրության վրա սա թողնելու է հետք։ Սա հիմք է նաև հետագայում խռովությունների, ինչու՞ չէ, ինչ-որ անհնազանդության գործողությունների, չէ՞ որ մենք տեսել ենք այդպիսի գործողություններ։ Այո, մի փոքր բարդ է ասել, այո, Իրանում կա, այսինքն ինչպես Իրանում կան կուտակված խնդիրներ եւ սրանք շատ իսկապես պայթունավտանգ են, սակայն սա շատ կարևոր է լինելու թե պատերազմը նախ ինչպես է կանգնելու, ինչ պայմաններ են առաջ քաշելու, ինչպես նշեցի հասարակության իշխանություն սա
հաղթահարելու հնարավոր է որ մոբիլիզացվեն անգամ մոբիլիզացվեն շատ բան կախված է նաև այս ռազմական գործողությունից եթե դիցոք միակողմանիորեն լինի ապա Իրանը հենց իր հակառակորդների ցանկացածն ուզածն այն է որ նա հրաժարվի իրեն դիրքորոշումից որը գոնե այսօր արտահայտում է այսինքն շատ բան կախված է լինելու այս ռազմական գործողություններից իդեպ այստեղ էլ շատ վտանգավոր կամ մտահոգիչ խիստ զարգացում կա այն է որ օրինակ նույն Իրանում նշում են որ եթե բանը հասնի սրան կամ այլաբանորեն ասած դուք մեզ պատին եք դեմ տալիս, ապա մենք կարող ենք դիմել նաև միջուկային զենքին։ Իդեպ ասել, որ միջուկային զենքը պաշտոնական դոկտրինում ամրագրված չէ, ըստ հոգևոր առաջնորդի, թե չեմ սխալվում 2003-ի ֆեթվայի հատուկ հրամանագրի, որտեղ որ նա այսինքն հարամ է անվանվում եւ որ բացառում է։ Սակայն այս գործողությունները եթե Իրանին շատ փորձեն մեկուսացնել, ապա Իրանում ոչ պաշտոնական մակարդակում, չնայած պաշտոնական մակարդակում նրանք վստահեցնում են, որ չի զենքի մասին ընդհանրապես խոսք չկա, բայց ոչ պաշտոնական մակարդակում խոսակցությունների ակնարկներ կան եւ նաեւ ես տեղեկություն հանդիպեցի այն մասին, չգիտեմ դեռ հաստատված չի, որ Իրանի խորհրդարանը հենց նոր միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից որոշել է դուրս գալ։ Այսինքն սա նույնպես մեկ քայլ է հենց դեպի այդ խաղաքարտի, որովհետև եթե Իրանը պարտություն կրի, ստացվում է որ նա խաղաքարտեր չի ունենալու։ Իսկ սա նաև ինչ որտեղ նաև շանտաժի միջոց է ցույց տալու, որ պետք է կան կողմերը կառուցողական երկխոսության եւ հենց այստեղ է որ շատերը կարծում էին որ Իսրայելի գործողությունները նաև հաշվի առնելով կուտակված խնդիրները Իրանի գուցե սա բերի ընդվզման եւ այլն ներկայապային նման իրավիճակի ականատես չենք լինում ներկայապային իրավիճակը ավելի քան կառավարելի է եւ հետեւաբար ժողովուրդը մեծ հաշվով համախմբված է ինչպես ասում են դրոշի շուրջը բայց շատ կարեւոր է լինելու հետագա զարգացումները Անշուշտ, եւ իհարկե կարևոր հարցը թե ով է կանգնեցնելու այս պատերազմը, ով է հանդես գալու միջնորդի դերում, երեք նույնպես տարածվեց տեղեկություն, որ երկուստեք զրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թրամփը հաստատել է այս տեխնատությունը, ասելով, որ բաց է այս գաղափարի համար։ Արդյոք Պուտինն է ամենահավանական տեխնացուն միջնորդության համար, սա լավ է թե վատ, ինչ կարելի ասել։ Գիտեք, երբ որ իմացա, որ Պուտինը գուցե ստանձնի այդ դերը, ես չզարմացա, որովհետև եւ թե նայում ենք միջազգային կոնյունկտուրային, ապա երկու պետություն կա, որ կարող էր այդպիսի դեր ստանձնել, մեկը Չինաստանն էր, մյուսը Ռուսաստանը։ Իդեպ երկուսի հետ էլ Իրանը ունի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, իդեպ Չինաստանի հետ 25 տարով, որի կետերը դեռևս հրապարակված չեն, իսկ Ռուսաստանի հետ կնքվեց Իրանի հետ վերջերս եւ 3 չառաջորդ խորհրդանը վավերացրեց դա։ Իսկ Իսրայելի հետ Ռուսաստանը նույնպես իր հերթին ունի Իսրայելի հետ այս սերտ կապեր եւ այսինքն շատ տրամաբանական է որ լինելու օրինակ հիմա օրինակ դիցուկ Թուրքիան չի կարող այդ դերին ստանձնել եւ Իսրայելի հետ հասկանում եք թե ինչ հարաբերություններ են այսինքն այս դեպքում տրամաբանական է նաեւ Ռուսաստանի դերը բայց կուզեմ նշել որ այնպես չի որ այսինքն պաշտոնապես այո, բայց այնպես չի որ Իրանում էլ տես միանշանակ են ընդունում Ռուսաստանի դերը այն իմաստով, որ չնայած որ ուրախ կլինեն հաստատ իր միջնորդական առաքելության համար, առայն որ օրինակի համար այս ռազմավարական փաստաթուղթը գործընկերության որ ստորագրվեց համապարփակ կողմերի միջև ինքը մեծ հաշվով 2001 թվականին ստորագրված համաձայնագրի թարմացում էր։ Օրինակի համար այնտեղ կետեր կան կարևոր որ չի ներառված, օրինակի համար փող երկուստեք օգնության մասին կետ չկա։ Այսինքն Ռուսաստան պարտավորված չէ աջակցել Իրանին այս հարցում կամ մեկ այլ հարց էլ կա հիմա մենք հարցրեցինք կամ խոսեցինք չէ հետարքիր այս բանի հետ կապված թե որն է Իրանի ասենք թույլ կետը օրինակ թույլ կետերից մեկը ըստիս հոբ համակարգերն են հակաօդային պաշտպանական միջոցներ չնայած որ էլի ասենք տեսնում ենք տեղեկություն որ լավ են գործում բայց այնուամենայնիվ հա այստեղ էլ օրինակ հարց կա որ օրինակի համար Իրանը գոնե 7-8 տարի ես որ հիշում եմ 7-8 տարի ակնկալում է Ռուսաստանից թարմացված S-400-ներ վերջի սերնդի անգամ խանդով էին վերաբերվում որ այդ ինչպես եղավ որ դուք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային վաճառեցիք իսկ մենք կամ հաստատ կհիշես որ այս վերջերս պետք է ուր որը հայտարարվեր ռուսաստանյան կործանիչներ գնելու մասին Իրանից բայց նման տեղեկություններ չկան ապա դա ենթադրում է որ
այնուամենայնիվ տենց էլ Ռուսաստանը չի փոխանցել, հա, դա էլ է թույլ կետերից Իրանի, որովհետև Իրանը հիմա պայքարում է Իսրայելի դեմ հրթիռների, թեւավոր հրթիռների, գերձայնային հրթիռների եւ անօթաչուների միջոցով, բայց այդ ավիացիան չունի, ինչ որ ունի, ասենք Իսրայելը։ Հետևաբար այստեղ, բայց իհարկե սա չի բացառում, որ եթե պաշտոնական մակարդակով Մոսկվան հանդես գա միջնորդի դերում, ոչ միայն դեմ չլինեն, այլ ուրախությամբ, ի վերջո Ռուսաստանը համարվում է բարեկամ պետություն եւ ի վերջո պատերազմը հյուծիչ է եւ հա, ուղղակի ուզում եմ ասեմ, որ այս համաձայնագրերը, այս համաձայնության կարող են հասնել եւ Ռուսաստանը Իրանը ուներ նման ակնկալիքներ, բայց չբավարարվեց։ Եվ իմ վերջին հարցը մի քիչ ամփոփիչ, ի վերջո խոսենք տարածաշրջանի մասին, մեզ համար չի կարող նշանակություն չունենալ այս կամ այն ելքը, խոսվում է ուժերի բալանսի խախտման մասին։ Վաղ է նման եզրահանգումներ անել, որ Իրանը արդեն թուլանում է, ուժերի բալանսը փոխվում է, ինչ է սա նշանակում մեզ համար։ Կարող ենք այսօր ինչ որ եզրահանգումներ անել։ Այո, ուղղակի ուժային բալանսը նոր չի փոխվել։ Գոնե մերձավոր արևելքում իսկապես անկյունակարային իրողությունը հենց 2023-ի հոկտեմբերի 7-ն էր, հա, իսրայելա-պաղեստինյան կամ համասա-պաղեստինյան իսրայելյան այս պատերազմը։ Եվ հետո դոմինոյի էֆեկտով Սիրիա եւ այլն եւ այլն։ Սիրիայով որ ասում ենք, հասկանում ենք նաեւ դիմադրության առանցքի թուլացումը։ Բայց հիմա կարծես էլ ավելի է մոտեցել հենց անմիջապես Իրանի սահմաններին։ Մեզ, նաեւ մեզ, Նաեւ մեզ, օրինակի համար միջև մեզ գալը տեսեք, հնակ Իրանը պայքարում է նաև թույլ կողմերից մեկը, խոցելի կողմերից մեկը, հա, Իսրայելը ունի բավական հնարավորություններ, դաշնակիցներ, Իրանի դաշնակիցները հիմա դաշնակից չունի այնպեսին, որ կարողանար խոսք ասել, եթե մի կողմ դնենք, ասենք Ռուսաստանը, որը միջնորդի դեր է ստանձնում, բայց ուր է, ասենք, դիմադրության առանցքը, ուր է օրինակ Հեզբոլլան, այս բոլորը ցույց են տալիս, որ մինչև հունիսի 13-ը Իսրայելը արդեն իսկ Իրանի դեմ պայքարել էր հենց այս պրոքսի ուժերին թուլացման ճանապարհով եւ միակ պրոքսի ուժը, որը մնացել է Իրանի դաշնակից եւ մինչեւ այսօր էլ, այսինքն դեպի Իսրայել հրթիռներ է արձակում, դա Եմենի հութիներն են, այսինքն չկա այն դիմադրության առանցքը նույն Սիրիայում, նույն Լիբանանում, որը կարողանար այլ ճակատներ բացել։ Ինչ վերաբերում է մեզ, ապա հիմնական մտահոգություններից մեկը իսկապես լեգիտիմ այն է, որ սա կարող է նաև ինչ որտեղ Իսրայելին դրդեր երկրորդ ճակատ բացել Իրանի դեմ Կովկասում։ Այն է դե բնականաբար հասկանում ենք, որ Ադրբեջանի մասին է խոսքը Սյունիքի ճանապարհով։ Սա հավանական է, այսինքն սրա ռիսկերը կան, բայց այս փուլում ես սա հավանական չեմ համարում։ Սրա ոնց որ բաներն էլ չկան, հա, նախադրյալներն էլ չկան։ Հետո ռիսկը եւ մտավախությունը, բայց դա որը ստիպում է մեզ շատ աչալուրջ լինել, հետեւել զարգացումներին, բայց որ ասել այդպիսի ռիսկ կա, այդպիսի ռիսկ կարծում եմ չափազանցված կլինի։ Հետո այստեղ ուրիշ պահել կա, այստեղ Թուրքիայի դիրքորոշումը շատ կարևոր է լինելու։ Պետք է հասկանանք, թե Թուրքիան ինչպես է դիրքավորվելու, ինչ եմ ասում, որովհետեւ նախորդ բոլոր ընդհանրապես ես բացառում եմ, որ Ադրբեջանը որևէ ագրեսիա կամ նման քայլի ռազմական դիմի առանց Թուրքիայի կանաչ լույսի։ Հետևաբար, եթե Թուրքիային ձեռնտուց չեղավ այդ սցենարը, Ադրբեջանը չի դիմի այդ քայլին։ Եվ այս համատեքստում թերևս շատ կարևոր է կիսահաստատված այցը, որը պատրաստվում է կատարել Նիկոլ Փաշինյանը Անկարա հունիսի 20-ին, չեմ ասում կիսահաստատված, որտեղ տեղեկությունը կա, բարձրագույն օղակներից ոչ հերքել են, ոչ հաստատել, այդուհանդերձ շատ կարևոր օրակարգով կարող է լինել այդ հանդիպումը մեզ համար գոնե։ Եթե մի կողմ թողնենք այլ հարցերը, որ այցի հետ կարող են լինել մտահոգությունները եւ այլն, կարծում եմ գոնե այս համատեքստում սա կարևոր է լինելու հենց այս զարգացումների համատեքստում, մանավանդ պետք չէ մոռանալ, որ մեկնարկում է նաև ադրբեջանա-թուրքական զորավարժությունը Նախիջևանում, թուրքական զորքերը այդ տարածքում են մնալու առնվազն մինչև հունիսի 30-ը մինչև ամսվա վերջ, սա երկարատև զորավարժություն է լինելու, այսինքն այս զարգացումների համատեքստում այցը եթե լինի կամ եթե ճիշտ է այս այցը, որովհետև իսկապես տեղեկություն տարածվեց եւ ոչ մեկ չհերքեց երկու պաշտոնական աղբյուր։ Հետևաբար, եթե լինի մի կողմ թողնելով այլ հարցեր եւ մտահոգություններ, կարծում եմ, որ սա կարեւոր է լինելու։ Շնորհակալ եմ Գեորգի։ Ես եմ շնորհակալ։ Իսկ մենք ինչպես միշտ շարունակելու ենք հետևել իրադարձություններին։